Հարկ Աստծուն։ Գիտեք, այսօր ուզում եմ խոսամ փորձության ժամանակ չհանձնվես։ Կարճաղոթենք, Հայր Հիսուս Քրիստոս, շնորհակալություն ենք հայտնում, գոհություն ենք հայտնում եւ փառք ենք քեզ տալիս ամեն մարդու համար, Տեր, որ դու սկսել ես այն բարի գործը, որ ավարտին կհասցնես։ Շնորհակալություն քեզ ամեն մեկի համար, Տեր, որ քո արթնության գործիքներն են այս տարածաշրջանի մեջ, Տեր, որ ամեն մեկը դառնա փարոս իր ընտանիքի ու իր հարևանների համար, որ ամեն մեկը դառնա բաց ավետարան, Տեր, որ տեսնողները կարդան եւ ճանաչեն ու ճաշակեն քեզ, Տեր։ Շնորհակալություն քեզ, գոհություն քեզ եւ փառք քեզ հավիտյանս հավիտենից, ամեն։ Փառք ամենակարող Աստծուն։ Գիտեք, մտածում եմ մենք ինչքան էլ Աստծուն սիրում ենք, միևնույնն է ապահովված չենք ինչ որ բաներից, համաձայն եք ինձ հետ։ Երբ որ Հովիվ Արտուրը ասեց գնում ես Եկատերինբուրգ, խոսք ստացի Աստծուց ու ես գնացի աղոթեցի ու գիտեք շատ ժամանակ չէի ստանում, մեկ էլ հանկարծ խոսք ստացա, վազելով գնացի Աստվածաշունչը բարսեցի ու այնտեղ գրված էր ով որ թողի հայր մայր, տուն տեղ, քույր եղբայր, անգամ կին, արտեր, հողեր, անասուններ, ծիրանի դաշտեր, իմ անունի համար հարուրապատիկը կստանա։ Գիտեք, այնքան ոգևորված գնացի Եկատերինբուրգ ու ոնց որ երկինքը փլվեր գլխիս, հալածանք հետևից, ով չէր արարում վախացնում էր, ով չէր արարում գալիս էր, մեկ ասում եմ Աստված ջան, բայց դու ինձ ուրիշ բան ես խոստացե, ոնց որ մղում ելներ մի հատ է կարդա էլի, մի հատ էլ կարդա, ոգևորվի այդ տեսիլքով, այդ ծրագրերով, այդ նպատակներով լցվի, այս անգամ կարդալուց տեսա գրած էր հալածանքի հետ միասին։ Ասում եմ այն ժամանակ ոչ չէի տեսել այդ հալածանք բառը, այնց ուրախ էլ եկել էի, գիտես, ուզում եմ ասեմ, որ ոչ մեկ հլը ռուսերեն բառ ասեմ, հա, ադմինիտ չի արել, էլի, ոչ մեկ չի ադմինիտ արել բանը, հալածանքը կամ ինչ-որ մի բանը, գիտեք, որ մենք Աստծո հետ քայլում ենք, չի նշանակում, որ վերջ, դառանք հրեշտակներ, մեզ ոչ մեկ չի կարա կպնի, մենք ոչ մի բան չի լինի, չէ, մենք Տիրոջ հետ քայլում ենք այս երկրի վրա, գիտես, ուզում եմ խոսամ մի քիչ դրա մասին, որպեսզի ճիշտ պատկերացում ունենանք, հասկանանք մեր հավատքը ինչի վրա են կառուցում, մենք ում ենք հավատացել եւ ինչ սպասելիք ունենք Աստծուց մեր կյանքերի համար։ Չգիտեմ, պատմեմ թե չէ կարտոլի պատմությունը Վարդենիսի էի գնում մինչև Եկատերինբուրգ գնալը, օրերից մի օր գնացի, տեսա մի քանի հոգի մարդ են եկել, ասում եմ, բայց ժողովուրդ ուր են մնացածը, ասին դու քաղաքացի ես, չես հասկանա, պատմել էի, չէ, որովհետև անցածել եմ ծիրանի սեզոնից տեղ եղել, ասում եմ, հա քաղաքացի եմ, չեմ հասկանա, բայց Աստծո խոսքը կարևոր է, էլի, առաջնային է, էլի, վերջը, մինչև ծառայությունը սկսեցինք, մտնեց, այսպես մտնել էր պատուհանները, ամպերը հավաքվել էր, լավ ուժեղ ծառայություն ունեցանք, խոսացինք, եկա տուն պապաս ասում, ամեն ինչ նորմալ էր Վարդենիսում, ասում եմ, հա ինչ է էլ է, որ ասում եմ, բա քամին շենքի տանիքները շուռա տվեց, անգամ կամազը շրջել էր, քամին շենքի պատին, պատը փլվել էր, ասում եմ, ո՞նց պապ, մեր մոտ էս բան չի եղել, ասում եմ, լուրերով էր, հետո նայում եմ լուրերով ճիշտ որ, բայց գիտեք հաջորդ կիրակի բոլորը տեղում էին։ Հասկացան, որ Տիրոջ գործի հաշվին կարտոլ չենք հանդում, ասում էին, մենք այդ կարտոլով պետք է ամբողջ տարի ապրենք, չէ, մենք Աստծո խոսքով պետք է ապրենք, Աստծո ծրագրերով պետք է ապրենք, Աստծո նպատակներով պետք է ապրենք, Աստված գիտի իր ժողովրդին 3 միլիոն ժողովուրդ անապատում կերակրել, հագցնել, ոչ մեկ չհիվանդացավ, ոչ մեկի կոշիկը չսխմեց ոտը, պատկերացնում ես մի տարեկան երեխան դառել է 40 տարեկան ձյաձյա հլա անապատում է։ Կոշիկի խանութներ չկար, Nike, Adidas, ոչ մի բան չկար, մեծանում էր ոտի հետ, պատկերացնում ես, րոպե առ րոպե ականատես էին լինում, հրաշքին ու չէին տենում, հիմա մեր հույսը ծիրանի վրա չի, մեր հույսը Տիրոջ վրա է, ամեն, հիմա կասես մենք եկել ենք, ասում ես որ ինչ, փոխանցի, Մատթեոս 4:11, այն ժամանակ Հիսուսը հոգից տարվավ անապատ, հա, որ փորձվի սատանայից, Աստված թույլ տվեց, որ սատանան Հիսուս Քրիստոսին փորձի, ոնց ես մտածում, մեզ կփորձի սատանան, թե չէ, և 40 օր և 40 գիշեր ծոմ պահելուց հետո սովեց,
Եվ փորձիչը նրա մոտ գալով ասեց. Եթե Աստծո որդի ես, ասիր, որ այս քարերը հաց լինեն։ Հետաքրքիր է, չէ՞։ Անց չէր, որ Սատանան Հիսուսի տեղը չգիտեր։ Էխի չեկավ առաջի օրը փորձեր։ Գիտես, Սատանայի բնավորության մեջ էստեղ ինչ եմ տեսնում, որ ինքը սկսում է քեզ ուսումնասիրել, համբերել, սպասել, ու երբ որ գալիս է պահը, երբ որ թուլանում ես, այդ ժամանակ էլ մոտենա։ Երբ որ ուժեղ ես, ինքը քեզ չի մոտենա։ Երբ որ թուլացած ես, այդ ժամանակ էլ ուզում է քեզ գցի, այդ ժամանակ էլ ուզում է քեզ խփի։ Ուժեղ ժամանակ գլուխը գջարթես։ Ասիր դու ես պակաս։ Ինքը համբերություն ունի, պատկերացնում եք 40 օր համբերատար սպասեց մինչև Հիսուսը սովածանա։ Պատկերացնում ես իր բնավորությունը։ Նա էլ պատասխան տվեց եւ ասեց. գրված է ոչ միայն հացով կապրի մարդ, այլ ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծո բերանից։ Մարդ մենակ ծիրանով չի ապրում։ Հեսա կասեք զզվցրիր էլի։ Ուզում եմ իրականից մեր հույսը Աստծո վրա լինի, ժողովուրդ։ Իրականից Աստծո վրա լինի մեր հույսը։ Գիտես, հետաքրքիր է, Սատանան եկել էր ստամոքսից էր խոսում։ Եկել էր ուտելուց էր խոսում, հա։ Այսօր մեր մոտ էլ գալիս է շատ ժամանակ հենց այդպես։ 5-րդ խոսք. այն ժամանակ Սատանան նրան առավ, տարավ Սուրբ քաղաքը եւ կանգնացած նրան տաճարի աշտարակի վրա եւ ասեց նրան. եթե Աստծո որդի ես, քեզ վայր գցի, որովհետեւ գրված է, թե իր հրեշտակներին կհրամայե քեզ համար եւ ձեռքերնի վրա կբարձրացնեն քեզ, որ քո ոտքը քարին չդպցնես երբեք։ Հեչ ասում են, բա որ Աստծո զավակ էր, խի տենց եղավ, խի իր ավտոն ավայրա տվեց, խի իր ոտը սայթակեց, խի կոտրվեց ոտքը, հա, հեչ ասում են, բա ուր էր Աստված, նմանա չէ, ձեռագիրը չի փոխվել, չէ, Աստծողը էլի կա, չի ծերանում, թեխը չի ծերանում, չեմ հասկանում։ Հիսուսը նրան ասաց, դարձյալ գրված է, թե մի փորձիր քո Տեր Աստծուն։ Գիտես, մեր կյանքում շատ հաճախ բաներ են լինում, որ մեզ հաճելի չի։ Ուզում եմ մեր վերաբերմունք Աստծո նկատմամբ փոփոխականա թե չէ։ Մեր իրավիճակները տալիս են հնարավորություն, որ մենք տեսնենք մեր հավատքը։ Աստված լավ գիտի մեր հավատքը։ Ինչ իրավիճակի մեջ այսօր դու գտնվում ես, պատահական չես այնտեղ։ Կամ քո կամքից ես, կամ էլ պետքա հավատարմությամբ հոբի պես անցնես։ Ես չգիտեմ քո իրավիճակը, բայց ես գիտեմ իմ Աստծուն։ 8-րդ խոսքը. Դարձյալ առավ տարավ նրան Սատանան մի շատ բարձր սար եւ ցույց տվեց նրան աշխարհի բոլոր թագավորությունները եւ նրանց փառքը եւ ասեց նրան. սրանց ամենքը քեզ կտամ, եթե ընկած երկրպագես ինձ։ Այն ժամանակ ասեց նրան Հիսուսը. դեն գնա Սատանա, որովհետեւ գրված է, թե Տիրոջը քո Աստծուն երկրպագիր եւ միայն նրան պաշտիր։ Այն ժամանակ Սատանան թողեց նրան եւ ահա հրեշտակները նրա մոտ եկան եւ ծառայում էին նրան։ Ինքան ուժեղ է, եթե ստամոքսով չկարողացա քեզ խափեմ, եթե փորձանքով չկարողացա քեզ կանգնացնեմ, արի ես քեզ փառքով խափեմ, հա, արի հարստությունով խափեմ, հա, այդ հարստության խափեությունը, հա, գալիս է ու գրված է ասում, երբ որ Հիսուս ասեց հետ գնա Սատանա, իմ Աստծուն ոչ մի բանի հետ չեմ փոխի։ Ովքեր եկան, հրեշտակները ծառայեցին։ Գիտես, ամեն փորձություն ունի վերջ։ Եթե դու հավատարմությամբ անցնում ես, գալիս են հրեշտակները քեզ ծառայելու։ Մտածում եմ, հրեշտակները կողքի կանգնած սպասում էին, չէին խառնվում այդ խոսակցությանը, չէին խառնվում այդ իրավիճակներին։ Երբեմն դու էլ ասում ես, բա ինչի է իմ հետ սենց, որովհետև Աստծո շնորհքը բավական է քեզ հաղթահարելու քո իրավիճակը եւ փառքով դուրս գալու։ Ու կտեսնես Տիրոջ ձեռքը քո կյանքի մեջ, կտեսնես Տիրոջ զորությունը քո կյանքի մեջ։ Երբեմն ասում ենք, ինչի մեր ընտանիքի անդամները չեն փրկվում։ Միգուցե բավականին գին չես վճարել, միգուցե բավականին ծնկների վրա չես աղոթել, միգուցե ծոմեր չես վերցրել։ Մտածելու տեղի կա տալիս։ Երբ են այդ հրեշտակները գալու ծառայելու, էսի ամենալավ պահն է, չէ՞։ Գիտես, ուզում եմ, որ մենք հասկանանք, որ իրականից մեր հավատքը, մեր հույսը Աստված է, անկախ իրավիճակներից։
Նկատեցիր 3 բանով էր սատանան փորձում Հիսուսին։ Առաջի Հովհաննես 2:15 Մի սիրեք աշխարհքը, ոչ էլ այն, որ աշխարհքի մեջ է։ Եթե մեկը աշխարհքը սիրե, հոր սերը նրանում չկա, որովհետև ամեն ինչ, որ աշխարհքում է, մարմնի ցանկություն, աչքի ցանկություն եւ այս կյանքի ամբարտավանություն հորից չէ, այլ այս աշխարհքից։ Եվ աշխարհը անցնում է եւ նրա ցանկությունն էլ Աստծո կամքը անողը մնում է հավիտյան։ Սա անցողի կա, գիտեք։ Մարդիկ երազում են կառուցեն մեծ տներ, մեծ անգարներ, մեծ բիզնեսներ, Աստված ասում է, այս գիշեր հոգիդ վերցնելու եմ, այ անխելք, էդ ում ես թողելու։ Գիտես, իրական արժեքը այսօր երկրի վրա ապրող մարդու համար դա Քրիստոսն է։ Չկա ուրիշ արժեք։ Չկա ուրիշ ավելի մեծ արժեք, այսպես ասեմ։ Ամեն բան շատ լավ է, բայց իր տեղում, իր չափի մեջ։ Ամեն։ Երբ որ նայում եմ Հովհաննեսին, ասում եմ կարար այսօր աշխատեր։ Ինքը շատ պահանջված մասնագետ է։ Ուրբաթ օրվանից էստեղ է, ճիշտ է։ Մի շաբաթ, 5 շաբթի օրվանից էստեղ է։ Ամեն իր օրը դա իր ֆինանսական բյուջեին մինուս է, իր ընտանիքին մինուս է։ Իր երեխեք կասեն մենք էլ ենք ուզում պապ հագնվենք մյուսներից ոչ պակաս։ Մենք էլ ենք ուզում լավ մեքենաներով ման գանք, հա։ Մենք էլ ենք ուզում ռեստորաններում միգուցե նախաճաշանենք։ Ուղղակի սա օրինակի համար եմ վերցնում, որպեսզի հասկանաք այդ զոհի կարևորությունը, որպեսզի հասկանաք Աստծո արժեքի կարևորությունը։ Որտեղ ներդնում ենք մեր սիրտը, այնտեղ էլ մեր գանձերն են, ճիշտ է։ Որտեղ մեր գանձերն են, այնտեղ էլ մեր սիրտն է։ Գիտես, դրա համար ուզում եմ, որ իրականից շատ գնահատեք այս մարդկանց։ Իրականից մեծ բան են թողել։ Շատ մեծ բան են թողել։ Իրանց կյանքն են թողել։ Փառք Աստծուն, Ղուկասի 8:13 Ապառաժի վրա ընկածնել նրանք են, որ երբ որ կլսեն խոսք ուրախությունով ընդունում են, սակայն սրանք արմատ չունեն, միառժամանակ հավատում են, բայց փորձության ժամանակ հեռանում են։ Բույսը լավ է, մինչև քամին կամ արևը կամ անձրևը կամ կարկուտը չի գալիս։ Գիտես, նման ենք մեկ-մեկ այդ բույսերի։ Ամեն ինչ լավ է, հիանալի է։ Իմ աղբերս հոգեգարստական եկեղեցում հոյվ է, Զեթունի տարածքի։ Գիտեք, երբ հավատաց Աստծուն, երբ որ հալածանքը սկսվեց, ասեց, որ հալածանքը սկսվեց, ուրեմն Հիսուսը գալու է, շատ արագ պետք է ապաշխարել։ Բոլորը փախնում են եկեղեցուց, ինքը վազեց եկեղեցի, որպեսզի պատկերացում կազմես։ Գիտես, ասում եմ, մինչև փորձությունները հավատում են։ Հենց փորձությունը գալիս է վերջ։ Հավատքը մեռավ, հույսը մեռավ, ամեն բան մեռավ։ Եկեք լինենք իրականից Տիրոջ հետևորդները։ Անկախ իրավիճակներից։ Այդ նման է, որ դու ամուսնանում ես, ուխտ ես անում, մինչև մահը չբաժանի, հա, հավիտենության ես նշանները փոխանակում ես, մեկ է փորձությունը գալիս է, սկսվեց ընտանիքում, կռիվ, դավի, բաժանվել։ Ես ես չի պատկերացնում, ես գիտեի Instagram-յան կյանք է լինելու։ Ես ուզում էի յախտաներում տորթեր ուտեի, արևի տակ զագար ընդունեի, ես չգիտեի, որ պետք է աման լվամ կամ պոլերը պիլասոսեմ։ Հասկանում ես, մի քիչ թերի ամեն ինչ։ Նույնը մենք գալիս ենք Աստծուն ու ինչ ենք ուզում տեսնենք, ինչ ենք փնտրում։ Երբ որ ամեն ինչ լավ է, Աստված ջան, դու մերն ես, երբ որ ամեն ինչ վատ է, Աստված ջան, գլխի ճարը տես, ես գնացի։ Ձեռը դիր դատարկ աթոռների վրա։ Ասա կլցվես Հիսուս Քրիստոսի անունով։ Փրկված մարդիկ այս գյուղում կշատանան, կկրկնապատվեն ու կեռապատվեն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Դրա համար չլնենք այնց, երբ որ ամեն ինչ լավ է, երբ որ փորձությունը սկսում է, թողում ենք ու փախնում ենք։ Առաջի Թեսալոնիկեցիս 3:5 Սրա համար էլ այլևս չհամբերելով ուղարկեցի ձեր հավատքը գիտենալու, որ միգուցե փորձիչը փորձե եւ մեր աշխատանքը զուր լինի։ Ամեն հովիվ երազում է բարձրացնի իր նման աշակերտ, հա, կամ ավելի լավ աշակերտ։ Գիտեք, Հիսուսը ասեց, աշակերտը վարդապետից մեծ չի։ Ամեն մեկը ուզում է եկեղեցում տեսնի իր նման։ Հիմա այս մարդը շաբաթվա կեսը ստեղ է։ Դուք էլ կարաք ձեր ժամերը դնեք ստեղ։ Դուք էլ կարաք ձեր հավատարմությունը ցույց տաք Աստծուն ու հովին, գիտես։
Այնքան կարևոր է, որ մենք հասկանանք, որ հոգևոր կյանքը մենակ հոգով չի, հա, մարմնի մեջ ես ու ունես շունչ։ Մեր եղբայրներից մեկը ասում եմ, ինչի եղբայրական չես անում, ասում է, եթե եղբայրական պետք է անենք մենակ եղբայրականի համար, բայց երբ որ ձեռք մեկնելու ժամանակը գալիս է, չկա, էլ ինչ եղբայրական։ Հավատք առանց գործերի մեռած է, գործել պետք է անենք։ Այսօր ես տենում եմ ձեր գործերը, այսօր ես ձեր գործերի մեջ եմ քարոզում։ Սա ձեր հավատքի դրսևորումն է։ Պատկերացնում եք։ Ամեն մեկը ձեր լուման ունեք։ Այդպես է, թե այդպես չի։ Փառք Աստծուն, մի ժամանակ մեքենայի մեջ էի խմբակ անցկացնում, մեկ էլ բիսեդկաներում, ռայկոմում, որովհետև դուրս չկար բաց։ Ասում եմ, մեկը պետք է անեմ։ Հակոբոս 1:12 Երանի այն մարդը, որ համբերում է փորձությանը, վասնզի եթե փորձվելով ընտիր գտնվի, կյանքի պսակը կառնի։ Այն որ Տերը խոստացավ իրան սիրողներին։ Գիտես, այս վերջի բառը բանալի բառ է։ Եթե դու Տիրոջը սիրում ես, ոչ մի բանը քեզ չի կանգնացնի։ Եթե դու Տիրոջը սիրում ես, դու փորձությունը կանցնես պատվով։ Դու չես կանգնի ճանապարհի կեսին, դու չես նահանջի, կոպիտ ասած չես անիծի Աստծուն, հա։ Ոչ ով փորձվելու մեջ չասի, թե Աստվածանից եմ փորձվում, որովհետև Աստված չար բանով չի փորձում, ինքն էլ ոչ մեկից չի փորձվում, բայց ամեն մեկը փորձվում է բուն իր ցանկություններով հրապուրված եւ խաբված։ Մենք մեզի խափում ենք, եթե մնգն մենք փորձանքի մեջ, հետո ասում ենք, բա ուր էր Աստված։ Այո, քեզ Աստված ասել էր անես։ Բա հիմա խես Աստծո վրա գցում։ Մի օր մի հատ օրտնված եղբայր ունեինք, գնացել էր եկեղեցու, սաղ անդամներից փող էր ուզել, մեկ են ստացվավ հերթով զանգում են իրար հետևից, ոնց որ պայմանավորված են, մի օրվա մեջ 7 թե 8 հոգի զանգեց։ Կներեք, այս մարդը փողա վեկալ, այս մարդը փողա վեկալ, այս մարդը փողա վեկալ, չի տալի, ոնց եղավ որ սաղ իրար հետ զանգեցին, չգիտեմ։ Մեկը մտածում եմ, ասում եմ, բա տալուց մի հատ զանգեիր, ասեիր փողա ուզում տամ, թե չէ։ Հիմա որ տվել ես, չես կարող վերցնես, խես զանգում ինձ։ Գիտես, ուզում եմ որ պատկերացնես, ինք իր մտքի մեջ բիզնես է կառուցել, ինչ արել, փողը տվել է, որ այդ մարդը գնալու է իրան եկամուտ բերի, բայց որ չի բերե հովին հայշե։ Այ մարդ ռազմոր կանով չի։ Հով Աստծո խոսքը խոսում, Աստծո իմաստությունը տալիս է Աստծո հոգով իշքան որ կարողանում է որ դու իմաստուն լինես, ճիշտ վարվես։ Ամեն։ Հիմա դուք փորձվում եք ձեր փորձությունների մեջ, մեղավորը հովիվն է դուրս գալի։ Այ քեզ հովիվ։ Բոքսի տանջիկը միշտ կա, ինչ էլ մա ժեշտին է։ Գիտեք, ուզում եմ որ իրականից Տիրոջ հետ ունենաք կենթանի փոխհարաբերություն ձեր իրավիճակների մեջ։ Բայց ինչի համար ենք մենք գալի, ինչի համար ենք հավաքում, ինչի համար ենք Աստծո խոսքը քարոզում, որ դուք բարձրանաք Տիրոջը ճանաչելու մեջ, ձեր իրավիճակների մեջ, իր ձայնը լսելու մեջ, ասում եմ իմ ժողովուրդը իմ ձայնը լսում է, ինչ ասին, նոր Մովսեսից էինք խոսում, Մովսես ջան, դու գնա աղոթի, խոսքը ստացի, արի մեզ տուր, հերիքա, հենց Մովսեսը մի քիչ ուշացավ, դեն մեզ հորթը կար ու կար, են խաչի տեղը արդեն հորթ էին սարքել ոսկուց են։ Ասում ես այ քեզի բան, լավ է չէ որ Աստծո ձայնը լսենք, լավ է չէ որ մենք անհատապես Աստծո հետ ունենանք կենթանի փոխհարաբերություն։ Եկեք այդ գինը վճարենք, եկեք այդ ժամանակը ծախսենք Աստծո երեսը փնտրելու, Աստծո ձայնը լսելու։ Գիտես, այն ժամանակներ կա Աստված խոսում է, ես քիչ չեմ էլ պատկերացնում որ ինքը կխոսա, ես աղոթքի մեջ չեմ, մեկ էլ ինքը ուզում է, ինքը խոսում է։ Դու պետք է միշտ Աստծո հետ լինես։ Ամեն ժամանակ պետք է Աստծո հետ լինես։ Անկախ իրավիճակներից, դու պետք է քո այն նաստրոյկեքը ռադիոյի հետ միշտ վերևը լինի, էլի, իր հետ լինի։ Դա շատ կարևոր է քրիստոնյայի համար։ Ամեն ստեղեք, թե ստեղ չէ։ Եսայի 48:10 ասում է, ահա ես քեզ մաքրեցի, ոչ թե արծաթի կերպով, ես քեզ փորձեցի նեղության հալոցում։ Գիտես, երբեմն նեղությունը գալիս է մեր մեջ, որպեսզի մենք հասկանանք ով ենք մենք եւ ինչ կա մեր ներսում, որ մաքրվենք։ Ոսկին գիտեք, չէ՞ ոնց են մաքրում։ Կրակ են անում, լավ, սենց ինչքան կրակը շատ ալնում, այնքան շլակները հելնում է, այնքան ոսկու պրոբը մեծանում է, արժեքը թանկանում է։ Հիմա դու հենց այնպես չես անցնում այն քո ճանապարհները, որով անցնում ես։ Աստված ուզում է քո պրոբը բարձրացնի։ Աստված ուզում է քեզ ավելի թանկարժեք սարքի։ Դրա համար հասկացի, ոչ թե նեղացի Աստծուն, ասայի Աստված ջան,
Ինձ օգնի այս իրավիճակներում անցնեմ, ինձ տուր տեսողություն տեսնելու, ինձ տուր հասկացողություն հասկանալու։ Ոչ թե ասա, այս բաժակը հեռու տար։ Չէ, օգնի սրանով անցնեմ ես։ Ինչ ես ուզում ստանաս, ես պատրաստ եմ։ Այն կավի պես ճմռին, սարքեն քո սրտի ուզածը։ Ամեն։ Ուզում եմ ասեմ, թող դժվարությունները քեզ չհեռացնի ոչ Աստծուց, ոչ եկեղեցուց։ Այն թակառակ ավելի մոտեցնի։ Որտեւ դու իրան այտենց ես պետք։ Ինքը քո վրա նպատակ ունի։ Ինքը ծրագիր ունի։ Հիմա որ Հովին հարցնես, ամեն երեխու համար նպատակ ունի։ Էսի թող էսի սովորի, էսի ուզում եմ սրա մեջ զարգանա, էսի Աստված չունի։ Հոգնած չէ արդեն։ Ո՞վ է քնե թո ձեռը թափարի։ Եբրայեցիս 2:18, որովհետև ինքը որ չարչարվեցավ եւ փորձվավ, կարող է օգնություն տալ փորձվողներին։ Գիտես, ինքը մի Աստված չի նստելա փափուկ բազմոցի վրա ու ոչ մի բանից տեղյակ չի։ Իր անցած ճանապարհը ոչ մի մարդ չէր կարող անցնել։ Ոչ մի մարդ։ Ինչ իրավիճակի մեջ էլ որ դու լինես, ինքը գիտի, հասկանում է եւ պատրաստ է քեզ օգնելու այդ իրավիճակի մեջից դուրս գալու համար։ Ինչ իրավիճակ է ուզում լինի։ Ուղղակի այդ իրավիճակում քո հույսը Աստծո վրա է, թե ուրիշների վրա է։ Ես հիշում եմ մեր հովիվ Արտուր ասում, մի անգամ գնացի Վրաստան, հովիվներն եկան, ասին, մեզ փող տվեք։ Ասում ասինք, մենք քեզ հավատ կտանք։ Այդ սաղ ունենք, գիտենք, դու մեզ փող տվեք, ասում որ հավատ կունենայիք, փող էլ կունենայիք։ Գիտես, երբեմն մենք մեր աշկին իմաստ ունենք երևում, հա, ու չենք ուզում իմաստություն ստանանք Աստծուց մեր իրավիճակների համար։ Դրա համար կուզենամ, սիրելիս, որ քո հասկացողությանը չվստահես, այդ Տիրոջ երեսը փնտրես ամեն իրավիճակի մեջ։ Մի անգամ Մովսես ասաց, ես փորձառություն ունեմ, ես գիտեմ։ Ու իր համար էդի ճակատագրական էր։ Գիտես, երբեմն մենք դե գիտենք էլի հիվանդների համար պետք է աղոթենք, ձեռք դնենք վրան, ով ասում։ Նա թլա Աստծուն հարցրու։ Կարող ասում թքի, կարող ասում խփի։ Անմեր չէ տես բաներ Հիսուսը։ Ամեն մեկին տարբեր ձև էր անում։ Բախենք մենք ստանդարտ անում։ Գիտես, ուզում եմ որ քո իրավիճակի համար է ելք կա, բայց վերևից ստանաս քո խոսքը։ Ես երբ որ երեք աղոթում էի, երեկոյան մտածում էի, խորում էի, այսօր առավոտ շարունակում էի, ասում եմ, ինչ հետաքրքիր է։ Մենք աղոթում ենք, ուզում ենք խոսք ստանանք, այսօր այդ խոսքը հռչակելու արագածաբանում, չէ՞։ Հովիվը ամեն շաբաթ դա անում է, որ երկնքից լինի ու քո իրավիճակի համար լինի։ Ինչքանով ես դու պատրաստ վերցնես որպես երկնքից խոսք ու գործի դնես, ամբողջ շաբաթը դրա հետ աշխատես, որ դա քեզ բարձրացնի, զորացնի, մինչև մյուս կիրակի։ Թե մարդը եկավ, նստավ, գնաց, ոչ մի բանը չփոխվեց, մի սանտիմ առաջ էլ չգնաց իր հավատքը, իմաստը։ Գիտեք, դուք ծիրան եք աճացնում, ես վստահ եմ, մինչև այդ ծիրանը դառնում է ծիրան, դուք ջրում եք, փխրացնում եք հողը, միգուցե պարարտանյութ եք փչում, հա, տիրություն եք անում, որ ուրիշները չգողանան, պահում եք, պաշտպանում եք, վերջում շատ զգույշ հավաքում եք, մի հատ է շատ լավ, որ կլենտ եք ճարում, ծախում եք, նոր հանգիստ շնչում եք, չէ՞։ Ախեք մտածում հոգևոր աշխարհում այդպես չի։ Գիտես, իրականիցը տենց է։ Եվ որ դու քնածես մարդկա աղոթում է քո համար։ Եվ որ դու քո գործերի մասին չես մտածում, մարդկա մտածում է քո ֆինանսների մասին։ Եվ որ դու քո առողջության մասին չես մտածում, կարաս ձեռդ մտցնես հոսանքի մեջ, մարդկա աղոթում է քո պաշտպանության համար։ Գիտես, կանգնի ոտքերիդ վրա։ Վերջի տեղն եմ կարդում, Հայտնություն 3:10, որովհետև իմ համբերության խոսքը պահեցիր, ես էլ քեզ կպահեմ այն փորձության ժամանակ, որ գալու է այս աշխարհի վրա, որ փորձե երկրի երեսի վրա բնակվողներին։ Բոլորը փորձվելու են, գիտեք։ Ահա ես գալիս եմ շուտով, պահիր այն, որ ունես, որ ոչ ոք չառնե քո պսակը։ Աստված քեզ տվել է մի բան, որը պահել է պետք, որ չգողանան քեզանից։ Եթե ասում է պահի, ուրեմն կա հակառակորդ, որ ուզում է դա քեզանից գողանա։ Ոնց որ դրախտը ասեց, բեջարի, պահի, պաշտպանի, ամբողջ երկիրը դրախտ սարքի, Ադամ։
Եթե ասում է պահի, ուրեմն կա ինչից պահել։ Քո հավատքը պետք է պահես։ Քո հավատքի վրա պետք է ներդրում անես։ Անես չի որ առավոտից իրիկում կոֆե խմելով, սրա հետ, նրա հետ բամբասան կանելով քո հավատքը աճելու է, չէ։ Միջև Տիրոջ երեսը չփնտրես, միջև Տիրոջ խոսքի հետ չունենաս կենթանի փոխհարաբերություն, ոչ մի բանը չի աճելու։ Ամեն ինչ կաճի բացի հավատքից։ Շատ լավ, ուզում եմ աղոթեմ, ես չգիտեմ քո իրավիճակները, կա մարդ, որ առաջ անգամ այսօր էստեղ։ Սաղ ծիրան են հավաքում առաջ անգամները։ Գիտես, դու ինչ որ բան ստացար քո համար։ Ես այս խոսքն էի ստացել, որ Աստծո ձեռը չի կարճացել ձեզ օգնելու։ Ուղղակի ձեր հավատարմությունը անկախ իրավիճակից պահեք Աստծո նկատմամբ ու կտեսնեք։ Ու կտեսնեք, Աստված մարդ չի որ ստի։ Մի կորցրեք ձեր փրկության խոսքը, մի կորցրեք ձեր հավատքը ու կտեսնեք։ Այն ինչի համար ապրում ենք, լսեք, կյանքը այնքան հեշտ է դառել, sense ես փոքր երեխայի, որ մեկը մահանում էր, սա հայաթով հավաքում ենք, գնում ենք թաղում նայելու։ Հիմա արդեն չես հասցնում։ Ինքան արագ է այդ process-ը։ Ուզում եմ հասկանաք, որ մենք կանչված ենք երկնքի քաղաքացիներ լինելու։ Ամեն։ Ինչքան էլ ստեղ լավ է, դրախտ է, միևնույնն է, ստեղից էլ են մարդիկ լքում երկիրը։ Մեր վերջնական կանգառը երկնքում է։ Ամեն։ Եկեք մտածենք երկնքի մասին, հավիտենության մասին։ Քույրիկը շատ լավ զոհի խոսքեր խոսում, իրականից մենք կարանք անենք։ Եկեք անենք, ձեռներից եկած եկեք անենք։ Ու տեսեք, Աստված չի օրհնի։ Եկեք տեսնենք Աստված չի փոխի։ Եկեք տեսնենք Աստված չի խառնվի այդ ամեն ինչի մեջ։ Ամեն։ Շատ լավ։ Դու գիտես քո իրավիճակը, վերցրու քո իրավիճակը, քո մտքի մեջ, քո սրտի մեջ, քո ձեռքի մեջ ու մի հատ իրար հետ աղոթենք։ Հայր Հիսուս Քրիստոս, շնորհակալություն ու գոհություն այս խոսքի համար, Տեր, որ դու բերում ես մեզ քո խոսքը, որ ջրում ես ու թարմացնում ես, Տեր, զորացնում ես ու բարձրացնում ես, Տեր, որ ոչ մի իրավիճակներ չեն կարող մեզ կանգնացնել, ոչ բարձրություն, ոչ երկարություն, ոչ լայնություն եւ ոչ խորություն, Տեր։ Մենք սիրում ենք քեզ, Տեր, եւ անմնացորդ նվիրված ենք քեզ, Տեր։ Մենք ուզում ենք, որ քո հոգին բնակվի մեզանում եւ քո աստվածային տեսիլքները, երկնային ծրագրերն ու նպատակները մեր համար դառնան առաջնային, Տեր։ Այն ինչի մեջ դու տեսնում ես մեզ, օգտագործիր մեզ այդ տարածքում եւ այդ ծառայության կամ այդ գործի մեջ, Տեր։ Երբ որ մարդիկ մեզ տեսնեն այդ նախանձավորությունը, այդ սերը քո նկատմամբ, Տեր, որ իրանք էլ վառվեն այդ կրակով, Տեր, եւ այդ ցանկությունով մասնակցություն ունենալու քո համար ինչ որ մի բան անելու այս երկրի վրա, որովհետեւ դու ես այն Աստվածը, որին մենք հավատացինք։ Շնորհակալություն քեզ եւ փառք քեզ հավիտյանս հավիտենից բոլորս ասենք ամեն փառք Աստծուն Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ Աստծուց այս հնարավորության համար նաեւ քո համար որ դու ամեն բան մի կողմ դրեցիր ու եկար լցվելու Տիրոջ խոսքով ու զորությունով իդես դու արդեն հաղթող ես Շնորհակալություն Հովանես ջան Աստված օրհնելով օրհնի